Սիրելիներ, ողջույն, ինչպես եք թանկագիներս։ Այսօր պատրաստելու ենք ամենահամեղ թխվածքաբլիթներից մեկը։ Սոչնիկի ռուսերենով որ ասում են, այսինքն կատնաշորով պատրաստվող խմորեղեն ենք պատրաստելու։ Երեխաները օրինակ շատ են սիրում, իմ երեխաները շատ են սիրում, որպես նախաճաշ շատ լավ միջոցեի միջալոց կարելի է պատրաստել, անշուշտ, երբ ցանկանում եք։ Ուրեմն, բաղադրիչներ պատրաստել եմ 350 գրամ ալյուր, ավելացնում եմ 100 գրամ շաքարավազ, ես ամենահեշտ տարբերակն եմ ընտրել, այս բիսկվիտին մի նայեք, որովհետև ուրիշ տեսանյութ եմ նկարում, դրա համար եմ ավելացրել։ Սիրելիներ, ավելացնում եմ 90 գրամ յուղ, ես օգտագործում եմ ռեդի յուղ, կարող եք փոխարինել կարագով, իդեպ իմ կտեսնեք, որ թխվածքաբլիթները շատ գեղեցիկ են ստացել, տեսեք ինչ սիրուն գույն ունի, Բելգիայում է արտադրվում, հատուկ Հայաստանի համար, ձեր խմորեղենները կստացվեն հիասքանչ, ինչպես նաև ուտեսները, ես այստեղ հաշլամա եմ պատրաստում, էլի յուղով եմ պատրաստում, հրաշք է, սիրելիներս։ Ուրեմն մի անգամից հենց կավելացնեմ յուղը, հենց այս յուղի գթալով էլ, այսպես սիրուն, կսկսենք տարածել, իդեպ մեկ ձու ամբողջական, մեկ պատխունց աղ, վանիլին, շատ կարևոր է, շաքարային վանիլին է իմ մոտ, մեկ տուփ, մեկ թեյի գթալ սոդա կամ խրեցուցիչ ենք ավելացնում։ Չգիտեմ ինչու, շատերի մոտ բաղադրատոմսերը ուսումնասիրելուց խորհուրդ էին տալիս սոդա, բայց ես քիչ եմ օգտագործում սոդա, սովոր եմ արդեն խրեցուցիչ օգտագործել։ Ուրեմն սա այսպես եւ ունենք թթվասեր, 100 գրամ էլ թթվասեր, որքան յուղոտ լինի, բնականաբար այնքան լավ կստացվի։ Հիմա պետք է լավ խմորը հավաքենք, սկզբից գթալով, հետո ձեռքով։ Փափուկ խմոր է ստացվելու, եթե զգում եք, որ շատ է կպնում ձեռքերին, կարող եք մի փոքրիկ ալյուր ավելացնել, քանի որ ալյուրը բոլորի մոտ տարբեր է լինում ամեն դեպքում, բայց որպեսզի խռուն ստացվեն, լավ ստացվեն, աշխատեք քիչ ալյուր օգտագործեք։ Հիմա խմորը կհավաքեմ, կթողնենք մի քիչ հանգստանա, մինչև կպատրաստենք միջուկը։ Վերջ, խմորս պատրաստ է, տեսեք նուրբ, փափուկ խմոր է ստացվել։ Դնում ենք նույն ամանի մեջ ու պատրերքես լվանալ, պատրաստենք միջուկը, ամենահեշտ միջուկը, մեզ ընդամենը կատնաշոր է անհրաժեշտ լինելու։ Պատրաստում ենք միջուկը, միջուկի համար անհրաժեշտ է լինելու կատնաշոր, ես օգտագործել եմ ռիկոտա տեսակի կատնաշորը, որը արդեն մանրացած վիճակում է, դուք կարող եք սորական կատնաշոր օգտագործել, բայց անցկացնել բլենդով, որպեսզի ավելի կրեմային ստացվի, ավելի լավ ստացվի, այ տեսեք, այս վիճակում է, տեսեք որքան փափուկ է արդեն, ինքը շատ լավ վիճակում է, իդեպ ավելացնում ենք մեկ ձևի սպիտակուց, դեղնուցը պահելու ենք, որպեսզի երեսին քսենք, ավելացնում ենք շաքարային վանիլին և ավելացնում եմ շաքարավազ, որը 50 գրամ է։ Սիրելիներ, ես թթվասեր կամ մածուն չեմ ավելացնելու, որովհետև արդեն շատ փափուկ է իմ կատնաշորը, ես այսքանով կբավարարվեմ։ Իդեպ ունեմ շոկոլադե հատիկներ, շեղվում եմ օրիգինալ բաղադրատոմսից և ավելացնում եմ շոկոլադե հատիկները երեխաներից ուրախացնելու համար, որովհետև ասելու եմ կատնաշորով միշտ այդպես եմ պատրաստում, շոկոլադե հատիկներ եմ ավելացնում, թող ստացվի ավելի հետաքրքիր։ Որքան որ դուք սիրում եք, սենց աչքաչափով մի թեթև կավելացնեմ, կխառնեմ, կստացվի, որ մեր մոտ ամենը պատրաստ է, մնում է սկսենք պատրաստել թխվածքաբլիթները, փոքրիկ շարիկներ եմ ասում, որովհետև ինքը սոչնիկին ռուսական է, չէ, փոքրիկ գնդիկներ կպատրաստենք և կլցնենք։ Ուրեմն, բաժանում ենք գնդերի, գնդերը դուք եք որոշում ինչ չափի եք ուզում, եթե ուզում եք հավասար լինի, կարող եք կշեռքով ուղղակի չափել ու անել, ես այսպես ուղղակի բաժանում եմ։ Հետո այսպես սիրուն գնդեր ենք անում։ Սիրելիներ, որպեսզի ավելորդ ալյուր չօգտագործեմ, այսպիսի գործիքով ինքս ինձ օգնում եմ, գրտնակով զգուշ այսպես բացում եմ, միջուկը տեղադրում եմ,
զգուշությամբ մի քիչ տարածում եմ, դե աչքաչափով ենք անում, շատ քիչ դուք որոշեք, զգուշությամբ այսպես նորից վերում եմ, դնում վրա, այսպես, սիրուն զգուշ հավասարեցնում եմ, զգուշությամբ վերցնում ու դնում թավայի մեջ։ Սիրելիներ, ջեռոցը միացնում ենք, թխելու ենք 180 աստիճանում, մինչև ոսկեգույն գեղեցիկ թխվել է։ Իդեպ դուք միջոկի մեջ կարող եք նաև ալյուր ավելացնել պնդասնելու նպատակով։ Ես ավելորդ ալյուրներ գիտեք չեմ սիրում, խորհուրդ չեմ տալիս։ Ես բաղադրատոմսերը իմ ձևով մշակում եմ ու իմ ձևով եմ պատրաստում։ Դուք հետո արդեն կարող եք ինքնուրույն ցանկացած կին գիտեք, իր ձևով է պատրաստում իր տանը։ Ես ձեզ ներկայացնում եմ, իսկ դուք ընտրեք ձեր ձևը։ Վերջում դեղնունցը, որ պահել էինք, քսում ենք թխված կաբլիկներին և ուղարկում ենք ջեռոց, մինչև սիրուն կարմիրաթուշ լինելը։ Սիրելիներ, առատ լցում եք, ինչպես որ ես եմ արել, որպեսզի համեղ լինի, համեղ ստացվի։ Յուրաքանչյուր խմորեղեն, եթե միջուկը կրեմը առատ է լինում, շատ համեղ է ստացվում։ Վերջ։ Պատրաստ է։ Մինչև խոհանոցս ես կմաքրեմ, խմորեղեններն էլ պատրաստ կլինեն։ 180 աստիճան վերև ներքևը միացված։ Սիրելիներ, պատրաստ է։ Թողնում ենք հովանա ու համտեսում ենք։ Այնքան փափուկ է, որ ուզում եք կտրել, ձերքերից մեջ հալվում է, տեսեք, սիրելիներ, դուք փափուկություն նայեք, նրբությունը, այ քիչ ալյուր ավելացնելու շնորհքն է սա, որ փափուկ սիրուն ստացվում է, դեռ տաք է, ես ինչպես միշտ չեմ համբերում, դուք թողեք որպեսզի սարի, ընտիր, շատ համեղ, պատրաստեք սիրով, թե խմեք, ինչ խմեք, ինձ եք կհիշեք, հաջողություն բոլորին։